Ավետարան ըստ Հովանու, գլուխ 8. Եվ Հիսուսը գնաց Ձիթենիած սարը, և առավոտանց դարձյալ եկավ տաճարը, և բոլոր ժողովուրդը նրա մոտ էր գալիս, և նա նստած սովորեցնում էր նրանց։ Դպիրները և փարիսեցիները մի կին բերի նրա մոտ շնության մեջ բռնված և նրան մեջտեղը կանգնեցնելով նրան ասեցին. «Վարդապետ, այս կինը բռնվել է հայտնապես շնանալիս, և օրենքումը Մովսեսը պատվիրեց մեզ, որ այսպիսիները քարկոծվին, հիմա դու ինչ ես ասում»։ Բայց այս բանն ասում էին նրան փորձելով, որ չարախոսեն նրանից։ Հիսուսն էլ դեպի ցած սռվելով մատովը գրում էր հողի վրա։ Բայց երբ որ ստիպում էին հարցնելով նրան, վեր նայեց և ասեց. «Ձեզանից ով որ անմեղ է, թող առաջ նա քար գցե դրա վրա»։ Եվ դարձյալ դեպի ցած սռվելով գրում էր հողի վրա։ Նրանք էլ, երբ որ սա լսեցին և իրանց խղճմտանքիցը հանդիմանվեցան, մեկը մեկի ետևից դուրս էին գնում, ծերերիցն սկսած մինչև հետինները, և Հիսուսը միայն մնաց, և կինը կանգնած մեջտեղը։ Հիսուսն էլ վեր նայեց, ոչ ոքին չտեսավ այն կնկանիդ ջոկ, և ասեց նրան. «Ով կին, ուր են քեզ ամբաստանողները, ոչով քեզ չդատապարտեց»։ Նա էլ ասեց. «Ոչ, ով Տեր»։ Եվ Հիսուսն էլ ասեց նրան. «Ես էլ չեմ քեզ դատապարտում, գնա, և այսուհետև մեղք մի գործիր»։ Արդ Հիսուսը դարձյալ խոսեց նրանց հետ և ասեց. «Ես եմ աշխարհի լույսը, ով որ իմ ետևից գա, նա խավարումը չի գնա, այլ կյանքի լույսը կընդունի»։ Փարիսեցիներն էլ ասեցին նրան. «Դու ես քո անձի համար վկայում, քո վկայությունը ճշմարիտ չէ»։ Հիսուսը պատասխանեց և ասեց նրանց. «Թեև ես վկայեմ իմ անձի համար, իմ վկայությունը ճշմարիտ է, որովհետև գիտեմ, թե որտեղից եկա և որտեղ եմ գնում, բայց դուք չգիտեք, թե որտեղից եմ գալիս և որտեղ եմ գնում։ Դուք մարմնի համեմատ եք դատում, ես չեմ դատում ոչ մեկին էլ։ Եվ եթե ես դատեմ էլ, իմ դատաստանը ճշմարիտ է, որովհետև ես միայն չեմ, այլ ես և ինձ ուղարկող Հայրը։ Եվ ձեր օրենքումն էլ գրված է, թե երկու մարդկանց վկայությունը ճշմարիտ է։ Ես եմ, որ ինձ համար վկայում եմ, և վկայում է ինձ համար ինձ ուղարկող Հայրը»։ Եվ ասում էին նրան. «Ո՞ւր է քո Հայրը»։ Հիսուսը պատասխանեց. «Ոչ ինձ գիտեք և ոչ իմ Հորը։ Եթե ինձ գիտենայիք, իմ Հորն էլ կգիտենայիք»։ Այս բանը Հիսուսը գանձատան մեջ խոսեց նրանց հետ տաճարումը սովորեցնելիս, և ոչով չբռնեց նրան, որովհետև դեռ նրա ժամը չէր հասել։ Հիսուսը դարձյալ ասեց նրանց. «Ես գնում եմ և ինձ կորոնեք, և ձեր մեղքի մեջ կմեռնիք, որտեղ որ ես եմ գնում, դուք չեք կարող գալ»։ Հրեաներն էլ ասում էին. «Միթե ինքն իրեն կսպանե, որ ասում է, թե որտեղ որ ես եմ գնում, դուք չեք կարող գալ»։ Եվ ասեց նրանց. «Դուք ներքևիցն եք, ես վերևիցն եմ։ Դուք այս աշխարհիցն եք, ես այս աշխարհիցը չեմ։ Արդ ես ասեցի ձեզ, թե ձեր մեղքի մեջ կմեռնիք, որովհետև եթե չհավատաք, թե ես եմ, ձեր մեղքի մեջ կմեռնիք»։ Եվ նրանք ասեցին նրան. «Դու ո՞վ ես»։ Եվ Հիսուսն ասեց նրանց. «Այն, որ սկզբից ձեզ հետ խոսում եմ։ Շատ բան ունիմ ձեզ համար խոսելու և դատելու, բայց ինձ ուղարկողը ճշմարիտ է, և ես ինչ որ նրանից լսեցի, այն եմ խոսում աշխարհի մեջ»։ Չիմացան, թե Հոր համար էր ասում նրանց։ Հիսուսն էլ ասեց նրանց. «Երբ որ Մարդի Որդին կբարձրացնեք, այն ժամանակ կիմանաք, թե ես եմ։ Եվ իմ անձիցը ոչինչ չեմ անում, այլ ինչպես իմ Հայրը սովորեցրեց ինձ, այն եմ խոսում։ Եվ ինձ ուղարկողն ինձ հետ է, ինձ մենակ չէ թողել Հայրը, որովհետև ես միշտ նրան հաճելի բաներն եմ անում»։ Երբ որ նա այս բաները խոսում էր, շատերը հավատացին նրան։ Եվ Հիսուսն իրան հավատացած հրեաներին ասեց. «Եթե դուք իմ խոսքի մեջ կենաք, ճշմարտապես իմ աշակերտներն եք, և ճշմարտությունը կճանաչեք, և ճշմարտությունը կազատե ձեզ»։ Պատասխանեցին նրան. «Մենք Աբրահամի զավակ ենք, և ոչ ոքի երբեք չենք ծառայել, դու ինչպե՞ս ես ասում, թե ազատ կլինիք»։ Հիսուսը պատասխանեց նրանց. «Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ, թե ամեն ով որ մեղք է գործում, մեղքի ծառա է։ Ծառան էլ հավիտյան չէ կենում տան մեջ,
որդին կենում է հավիտյան։ Ուրեմն, եթե որդին ազատե ձեզ, հիրավի ազատ կլինիք։ Գիտեմ, որ Աբրահամի զավակ եք, բայց ուզում եք ինձ սպանել, որովհետև իմ խոսքը տեղ չունի ձեզանում։ Ես ինչ որ տեսա իմ հոր մոտ խոսում եմ, և դուք ինչ որ ձեր հորիցը տեսաք անում եք։ Պատասխանեցին և ասեցին նրան. Մեր հայրն Աբրահամն է։ Հիսուսը նրանց ասեց. Եթե Աբրահամի որդի լինեիք, Աբրահամի գործերը կգործեիք։ Բայց հիմա ուզում եք ինձ սպանել։ Մի մարդի, որ ճշմարտությունն եմ խոսել ձեզ, որ Աստվածանից լսեցի, այդ բանն Աբրահամը չարավ։ Դուք ձեր հոր գործերն եք անում։ Եվ ասեցին նրան. մենք պոռնկությունից չենք ծնված, մեկ հայր ունենք, այսինքն Աստված։ Հիսուսն էլ նրանց ասեց. եթե ձեր հայրն Աստված լիներ, ինձ կսիրեիք, որովհետև ես Աստվածանից դուրս ելա և եկա, որովհետև ոչ թե իմ անձից եմ եկա, այլ նա ուղարկեց ինձ։ Ինչու համար իմ խոսքը չեք իմանում։ Նրա համար, որ դուք չեք կարող իմ խոսքը լսել։ Դուք ձեր սատանա հորիցն եք և կամենում եք ձեր հոր ցանկություններն անել։ Նա սկզբիցը մարդասպան էր և ճշմարտության մեջ չկեցավ, որովհետև ճշմարտություն չկա նրանում, երբ որ սուտն է խոսում, իրաններիցն է խոսում, որովհետև ստախոսը և ստության հայրը։ Բայց ես, որովհետև ճշմարտություն եմ խոսում, ինձ չեք հավատում։ Ձեզանից ով կարող է ինձ մեղքի համար հանդիմանել։ Բայց եթե ճշմարտությունն եմ ասում, ինչու չեք հավատում ինձ։ Աստվածանից լինողը Աստծո խոսքերը լսում է։ Նրա համար դուք չեք ականջ դնում, որ Աստվածանից չեք։ Հրեաները պատասխանեցին և ասեցին նրան. չէ՞ որ մենք լավ ենք ասում, թե դու սամարացի ես և դև ունիս։ Հիսուսը պատասխանեց. ես դև չունիմ, այլ իմ հորը պատվում եմ, և դուք անպատվում եք ինձ։ Եվ ես իմ փառքը չեմ որոնում, կա որոնողը և դատողը։ Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ, եթե մեկն իմ խոսքը պահե, նա մահ չի տեսնիլ հավիտյան։ Հրեաներն էլ ասեցին նրան. հիմա իմացանք, որ դև ունիս։ Աբրահամը մեռավ, և մարգարեներն էլ, և դու ասում ես, եթե մեկն իմ խոսքը պահե, մահ չի ճաշակել հավիտյան։ Միթե դու ավելի մեծ ես, քան մեր հայր Աբրահամը, որ մեռավ, և մարգարեներն էլ մեռան։ Դու քեզ ով ես անում։ Հիսուսը պատասխանեց. եթե ես իմ անձը փառավորեմ, իմ փառքը ոչինչ է։ Հայրն է ինձ փառավորողը, որի համար դուք ասում եք, թե ձեր Աստվածն է։ Եվ դուք չեք ճանաչում նրան, բայց ես գիտեմ նրան։ Եվ եթե ասեմ, թե ես չգիտեմ նրան, ձեզ նման ստախոս կլինի։ Բայց ես գիտեմ նրան, և նրա խոսքը պահում եմ։ Աբրահամ, ձեր հայրը, ցանկացավ, որ իմ օրը տեսնե, և տեսավ, և ուրախացավ էլ։ Հրեաները նրան ասեցին. դու դեռ 50 տարեկան չես, և Աբրահամի՞ն տեսար։ Հիսուսը նրանց ասեց. ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ, Աբրահամի լինելուց առաջ եմ ես։ Եվ նրանք քարեր վերառան, որ նրա վրա գցեն։ Բայց Հիսուսը ծածկվեցավ և դուրս ելավ գնաց տաճարից, նրանց միջովն անցնելով, և այսպես գնաց։